Որքան գումար է հատկացվում առաջին տիկնոջ կրթվելը նորաձև է Արշավին վարչապետի աշխատակազմից, պետական գաղտնիք է։ Մոտ 10 օր առաջ ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր հայտարարել, որ այդ միջոցառումները վարչապետի աշխատակազմի կողմից են ֆինանսավորվում, եթե դրանց մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով։ Եթե մենք ուզում ենք վերափոխել աշխարհը, պետք է վերափոխենք ինքներս մեզ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում այս արշավի գրեթե բոլոր խոշոր հանդիպումներին եւ մասնակցում է եւ ելույթ ունենում։ Սակայն թե որքան են վճարում հարկատուներն այս հանդիպումների համար, պարզվում է գաղտնիք է։ Ամեն դեպքում վարչապետի աշխատակազմը ազատության հարցմանն ի պատասխան դա է պնդել։ Աշխատակազմի ուղարկած պատասխանում նշված է, որ կրթվելը նորաձև է նախաձեռնության կազմակերպման ծառայությունները վարչապետի աշխատակազմի կողմից ձեռք են բերվել վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Դա Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեության մի մաս է եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դեռ 2016 թվականին կատարված վիճահարույց ու խիստ քննադատված օրենսդրական փոփոխություններով արարողակարգային ծախսերն իրոք դասվել են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին եւ չեն հրապարակվում։ Բայց թե ինչու է վարչապետի մասնակցությունը Իմ քայլը հիմնադրամի կրթվելը նորաձև է Արշավին արարողակարգային համարվել, ծախսերն էլ գաղտնագրվել, բացատրություն եւ հիմնավորում չկա։ Պետական արարողակարգի մասին օրենքում հստակ նկարագրված է, որ արարողակարգային միջոցառումներն են բարձրաստիճան պաշտոնյաների օտարերկրյա այցերն ու հակառակը օտարերկրյա պաշտոնյաների այցերը Հայաստան, հանդիպումներն ու բանակցությունները նրանց հետ, պաշտոնական ուղերձները։ Թե օրենքի որ կետով է առաջին տիկնոջ նախաձեռնած միջոցառմանը մասնակցությունը արարողակարգային, հետևաբար ծախսերն էլ գաղտնի, հայտնի չէ։ Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի ղեկավար Գենյա Պետրոսյանն ասում է, խիստ խնդրահարույց է օրենքն այս կերպ մեկնաբանելն ու այդ պատճառաբանությամբ տեղեկատվությունը գաղտնի պահելը։ Դժվար նախաձեռնության կազմակերպման ծառայությունների գնումը որպես արարողակարգային ծախս դիտարկելը եւ այդ հիմքով գաղտնագրելը մենք գնահատում ենք խիստ խնդրահարույց։ Որպես ընդհանուր կանոն նման ծախսերի տակ կարող ենք դիտարկել օրինակ համապատասխան անձանց պաշտոնական այցերի հետ կապված ծախսերը, դիվանագիտական ընդունելությունները, պաշտոնական նվերների գնման հետ կապված եւ այլ համանման ծախսերը։ Իսկ արշավին ուղղված բուն գործունեության կամ միջոցառման կազմակերպումը մեր գնահատմամբ չի տեղավորվում այս ծախսերի շրջանակներում։ Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի ղեկավարը նաեւ խնդրահարույց է համարում հենց բուն օրենքի կետը, որով արարողակարգային ծախսերն ամբողջ ծավալով գաղտնի են համարվում։ Մենք այստեղ տեսնում ենք հստակ անհամապատասխանություն պետական գաղտնիքի մասին օրենքով ստամված կարգավորումների հետ եւ պետական գաղտնիք հասկացության հետ, այսինքն այս ծախսերը նույն արարողակարգային ծախսերը առանց որևէ վերապահման եւ բացառության ամբողջ ծավալով ներառել գաղտնագրման ենթակա տեղեկատվության շրջանակում չափազանց խնդրահարույց է եւ մեր կարծիքով նաեւ Մարդու եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի տեսանկյունից խնդիրներ է առաջացնում համաչափության տեսանկյունից։ Մոտ 10 տարի առաջ 2016 թվականին օրենսդրական փոփոխություններով է այս տեղեկատվությունը գաղտնի դարձել անվտանգության պատճառաբանությամբ։ Օրենսդրական այդ փոփոխությանը նախորդել էին մի քանի սկանդալներ, երբ նախագահն ու վարչապետը թանկարժեք ուղևորություններ էին կատարել կամ պետական օդանավով մեկնել էին արտերկիր իրենց մերձավորների խնջույքներին մասնակցելու։ Այդ ժամանակ արարողակարգային ծախսերը գաղտնի դարձնելը խիստ քննադատվեց հեղափոխությունից հետո, սակայն օրենքի այդ կետը չվերանայվեց։ Գենյա Պետրոսյանն ասում է, սա Հայաստանի վարկանիշի վրա կարող է ազդեցություն ունենալ եւ առաջիկայում իշխանությունները պետք է սահմանափակեն գաղտնիությունն ու տարածեն միայն անվտանգության հետ կապված տեղեկության վրա։ Այն ծախսերը, որոնց բացահայտումը կարող է նաև առաջացնել պետության անվտանգության հետ կապված խնդիրներ, դրանք իրավաչափ է ինչ-որտեղ գաղտնագրելը, կարող է գաղտնագրվել այդ տեղեկատվությունը, բայց այս կարգավորման ներքո ամեն ինչ անկախ նրանից կապված է անվտանգության հետ կամ պետության շահերի հետ, թե ոչ որպես պետական գաղտնիք որակելը ակնհայտ է, որ խիստ խնդրահարույց է։ Ուշագրավ է, որ Գրեկոն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը եւս այստեղ խնդիր էր տեսել եւ պահանջել էր թափանցիկ դարձնել արարողակարգային ծախսերը, բայց իշխանությունները
կառույցները Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված այս կարգավորումից չհրաժարվեցին եւ հիմա էլ արողակարգային գաղտնի ծախս են համարում նաեւ առաջին տիկնոջ արշավին տրամադրվող ֆինանսները։